Հինգն ընկան, մեկը ապրեց, մեկն էլ դեռ չի եկել և երբ գա մնալու կարճ ժամանակ կունենա։ Կայենից մինչև նեռ եկեղեցին հալածող բոլոր ամբարիշտ թագավորները 7 մասի են բաժանվում։ Հինգը, որ ընկան, սրանք են՝ Կայենը հսկաների հետ, աշխարհի ստեղծման առաջին դարում, երկրորդ, Նեբրովթը իր նմանների հետ, երկրորդ դարում, երրորդ, Փարավոնը իր հետևորդներով, երրորդ դարում, չորրորդ, Քաղդեացիների թագավորները Նաբուգոդոնոսորը և այլք, չորրորդ դարում, հինգերորդ, հույների թագավորները Ալեքսանդրը Անտիոքոսը և այլք, այսինքն ընկան, այսինքն անցան, իսկ մեկը որ մնաց, որ վեցերորդն է։ Հռոմեական ամբարիշտ կայսրերն են, որոնք Հովհաննեսի ժամանակ դեռ թագավորում էին, ինչպես օրինակ Դոմեդիանոսը, իսկ 7-րդը Նեռն է, որի նախակարապետը Մուհամեդն է, իր համախոհներով։ Հիրավի այստեղ է իմաստությունը, քանզի մտքի մի ծայրով նայում է Հովհաննեսի, մյուսով էլ Նեռի ժամանակահատվածին, և զուր են չարչարվում մեկնիչները, քանի որ մարդկային միտքն այսքանը միայն կարող է մեկնաբանել։ Իսկ գազանը, որը կար և չկա, 8-րդն է, մեկն այն 7-ից և դեպի կորուստ է գնալու։ Ասում են Նեռն է, որ կար և չկա, նկատի ունենալով այն սակավ ժամանակը, որ իշխելու է։ 8-րդ, որովհետև գալու է թվարկված 7 ամբարիշտ թագավորներից հետո, ասվում է նաև, թե մեկն է այն 7-ից, որովհետև 7-րդը մահմեդականներն են, որոնք Նեռի կարապետներն են, և Նեռը նրանցից հետո է գալու։ Նաև թլպատվելով և բազում կանայք ունենալով նրանց է նմանվելու, ուստի մեկն է 7-ից, դարձյալ այն 7-ից մեկն է համարվում, քանի որ Կայենից մինչև Նեռն ընկած ժամանակահատվածում եկեղեցու բոլոր հալածանքները բովանդակվում են նրա մեջ, ուստի նա և Կայեն է, և Փարավոն և այլն։ Եվ 10 եղջյուրները 10 թագավորներ են, որոնք դեռևս թագավորություն չեն ստացել, բայց կստանան, և մի ժամով իշխան կլինեն։ Նրանք իշխանություն կստանան Գազանի հետ։ Սրանք Նեռի ժամանակակիցներն են, այդ պատճառով էլ ասում են մի ժամով իշխան կլինեն։ Նրանք իշխանություն կստանան Գազանի հետ, այսինքն Աստծուց կստանան։ Սրանք Նեռի 10 եղջյուրներն են, ոմանք արևելքում, ոմանք արևմուտքում, մյուսները հյուսիսում և հարավում։ Նրանցից 3-ին Նեռը պատերազմով է նվաճելու, մյուսները անձնատուր են լինելու զարհուրած, ինչպես այն ժամանակ, երբ Ալեքսանդրը հաղթեց Դարեհին, բոլոր թագավորները հնազանդվեցին նրան։ Եվ ինչպես եղջյուրավորներն են պարծենում իրենց եղջյուրներով, այդպես էլ Նեռը կպարծենա նրանցով։ Սրանք միակամ են և իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են Գազանին, ոչ թե իրենց կամքով, այլ վախից, բայց հետո համախոհ ու կամակից կլինեն Գազանին։ Եվ սրանք պատերազմելու են գառի դեմ և գառը հաղթելու է նրանց, քանի որ նա տերն է տերերի և թագավորը թագավորների, և նրա հետ եղողները կանչվածներն են, ընտրյալներ և հավատարիմներ։ Աստծո գառը իր անդամների միջոցով նրանց հավաքելով մի վայրում, որ Արմագեդոն է կոչվում, պիտի հաղթի նրանց, դեպի կորուստ ուղարկելով, քանի որ տեր է և թագավոր։ Եվ հրեշտակն ինձ ասաց. այն ջրերը, որ տեսար և ուր նստած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմություններ, ազգեր և լեզուներ։ Նմանապես էլ Դավիթն է ժողովուրդներին ու զորքերին այլաբանորեն ջրեր անվանում։ Փրկիր ինձ Աստված, քանզի ջրերը հասան իմ անձին։ Ինչպես ջրերն են կաթիլներից կազմվում, այդպես էլ զորքերն ու ժողովուրդները անհատներից։ Եվ 10 եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի ուտեն նրա մարմինը և պիտի այրեն նրան կրակով։ Հռոմահպատակ թագավորները պիտի ապստամբեն Նեռի դեմ, և Նեռը իր հերթին նրանց դեմ պիտի ուղարկի 10 թագավորներ, որոնց միջոցով ինչպես 10 եղջյուրներով կհարվածի և բաժան անելով կկողոպտի, կայրի ու կսպանի ապստամբներին։ Եվ այս անելու է այնպիսի կատաղությամբ, որ պիտի թվա, թե ուտում է նրանց մարմինները։ Սա գեղարվեստական չափազանցություն է։
Ինչպես Հոբն էր ասում. «Ինչու եք հալածում ինձ, միթե իմ մարմնով չեք հագեցել դուք»։ Եվ Սաղմոսը. «Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մոտեցան ինձ մարմինս ուտելու, նրանք տկարացան եւ ընկան»։ Քանզի Աստված այս բանը դրեց նրանց սրտում, որ նրանք լինեն միակամ եւ թագավորությունը տան գազանին, մինչեւ որ կատարվի Աստծո խոսքը։ Աստծուց է, որ 10 թագավորները պիտի հնազանդվեն գազանին, որպեսզի նրանց ձեռքով կործանի Հռոմը, լուծելով սուրբերի անմեղ արյան վրեժը։ Քանի որ Ները տիրելով երկրի բոլոր թագավորություններին, հրեաներին ցույց է տալու, թե ինքն է Մեսիան, հեթանոսների տիրակալը, ապա պիտի թագավորի մարմնապես, եւ դա է պատճառը, որ պիտի հառաչեն։ Բայց հանկարծակի թագավորությունն այս պիտի խավարի Ների սատակմամբ եւ Իսրայելը մեծ ապաշխարությամբ պիտի զղջա եւ միանգամից դարձի գայ Քրիստոս։ Այսպիսով կկատարվի օրենքի խորհուրդն ու Աստծո խոսքը, որ գրեց Դանիել մարգարեն։ Ների ձեռքով Հռոմի կործանվելու պատճառը հետևյալն է. ինչպես Հռոմն իր կայսրերի ձեռքով կործանեց Երուսաղեմը, այդպես էլ Աստծո տնօրինությամբ Երուսաղեմը Ների միջոցով կկործանի Հռոմը։ Այսպիսով հրեաների աչքին Ները պիտի երևա Մեսիա, որ լուծեց իր տոհմի վրեժը։ Սակայն Ների մահից հետո նրանք ամբողջ սրտով դարձի կգան առ Քրիստոս։ Եվ այն կինը, որին տեսար, մեծ քաղաքն է, որ թագավորում է երկրի թագավորների վրա։ Բացահայտ կերպով ցույց է տալիս Հովհաննեսի ապրած ժամանակվա Հռոմը, իսկ ինչ վերաբերում է Ների ժամանակներին, ապա Երուսաղեմը կտիրի երկրի թագավորությունների վրա, իսկ Պոռնիկը սկզբում Երուսաղեմն էր, վերջում Հռոմը, ինչպես հրեշտակը շուտով կմեկնաբանի։